Երազանքներով լի մի երիտասարդ աղջիկ բախվում է իր առաջին մեծ մարտահրավերին հեղինակավոր ընկերությունում։ Սակայն շուտով նկատում է, որ նախագահի հետաքրքրությունն իր նկատմամբ շատ ավելին է, քան պարզապես մասնագիտականը։ Նրանց միջ լարվածությունը լուռ աճում է, սպառնալով անցնել բոլոր սահմանները։ Եվ այն, ինչ սկսվում է որպես սովորական հարցազրույց, վերածվում է զգացմունքների ու իշխանության վտանգավոր խաղի։ Եթե այսպիսի սիրային պատմությունները հուզում են ձեր սիրտը, բաժանորդագրվեք ալիքին, գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ ամեն ինչ փոխում է։ Երանում հուլիսյան շոգն այն երկուշաբթի առավոտյան խեղդող էր։ Անին երրորդ անգամ ուղղեց սպիտակ պիջակը, որն այնքան խնամքով էր ընտրել նախորդ գիշեր, զգալով, թե ինչպես է կտորն արդեն կպել մեջքին այն հուզմունքից, որն իրեն ուղեկցում էր այն պահից, երբ դուրս էր եկել քաղաքի նոր թաղամասում երկու ընկերուհիների հետ վարձով բնակվող իրենց փոքրիկ բնակարանից։ Ծնունդով Գյումրիից նա ընդամենը 23 տարեկան էր, դեռ տակ կառավարման ֆակուլտետի դիպլոմն ուներ, երբ որոշեց բախտը փորձել մայրաքաղաքում։ Արմթեկում, Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկում, պրակտիկա անցնելու հնարավորությունը չափազանց անհասանելի երազանք էր թվում իրականանալու համար։ Բայց ահա նա կանգնած էր հյուսիսային պողոտայում գտնվող 20 հարկանի հայելապատ շենքի դիմաց, խորը շունչ էր քաշում, փորձում զսպել թեթակի դողացող ձեռքերը, որոնցով բռնել էր սթղթապանակը, մեջը հատուկ թղթի վրա տպված իր ինքնակենսագրականը։ Անին հեշտությամբ հանձնվողներից չէր։ Լինելով դերձակուհու թոշակի անցած ավտոփականագործի դուստր, նա վաղ տարիքից սովորել էր, որ այս կյանքում ոչինչ ջրի չի տրվում։ Յուրաքանչյուր ձեռքբերում քրտինքի, արցունքների վճռականության արդյունք էր։ Սառը նախասրահ մտնելիս փողոցի շոգի հետ կտրուկ հակադրությունից նա սարսռաց։ Այստեղ ամեն ինչ շքեղություն ու ժամանակակից ոճ էր շնչում։ Մարմարե հատակն արտացոլում էր առաստաղից կատարյալ երկրաչափական գծերով իջնող լուսադիոդային լամպերը։ Լավ հագնված գործարարներն արագ քայլում էին, խոսելով հեռախոսով, տանելով թանկարժեք նոթբուքեր, տարածելով կարողության այնպիսի աուրա, որը կարծես թե միայն այս աշխարհին պատկանող մարդիկ ունեն։ Անին մի պահ իրեն փոքր զգաց, բայց հետո կզակը վեր պարզեց։ Նա նույնքան իրավունք ուներ այստեղ լինելու, որքան ցանկացած ուրիշ մարդ։ Ընդունարանի աշխատակցուհին, միջին տարիքի շիկահեր մի կին, դեմքին սառած պրոֆեսիոնալ ժպիտով, նրան ուղեկցեց 15-րդ հարկ։ Վերելակը լուռ բարձրանում էր, լսվում էր միայն այն առաջատար տեխնոլոգիայի թույլ բզզոցը, որը շարժում էր ապակուց ու պողպատից այդ տուփը։ Երբ դռները բացվեցին, Անին դիմավորեց Լիլիթ անունով մի օգնական, որը նրան զննեց վերից վար մի հայացքով, որտեղ խառնված էին հետաքրքրասիրությունն ու մի բան, որը նա չկարողացավ լիովին վերծանել։ Ես եմ ձեր ինքնակենսագրականն ուղարկել վերջնական քննարկման, ասաց Լիլիթը, Անին տանելով աբստրակտ նկարներով ու դեկորատիվ բույսերով զարդարված միջանցքով։ Դուք հետաքրքիր կրթություն ունեք։ Բայց պետք է ձեզ մի բան զգուշացնեմ, նրա ձայնն իջավ գրեթե գաղտնի տոնի։ Պարոն Դավիթ Վարդանյանը սովորաբար անձամբ հարցազրույցներ չի անցկացնում։ Նա ընկերության նախագահն է, ավելի կարևոր գործեր ունի։ Սովորաբար դրանով զբաղվում է մռբաժինը կամ ոլորտի ղեկավարները։ Անին զգաց, թե ինչպես ստամոքսը կծկվեց։ Այդ դեպքում ինչու է նա ինձ հետ հարցազրույց անցկացնելու։ Լիլիթը թոթվեց ուսերը։ Լավ հարց է։ Նա հատուկ խնդրել է անցկացնել ձեր հարցազրույցը։ Երբեք նման բան չեմ տեսել։ Կարծում եմ, դուք ինչ-որ կերպ գրավել եք նրա ուշադրությունը։ Այս խոսքերն արձագանքում էին Անիի մտքում, մինչ նրան ուղեկցում էին քաղաքի համայնապատկերային տեսարանով մի ընդարձակ խորհրդակցությունների սենյակ։ Ապակե սեղանը կարծես սավառնում էր սենյակի կենտրոնում, շրջապատված ժամանակակից դիզայնով աթոռներով։ Եվ այնտեղ, պատուհանի մոտ կանգնած, նա էր։ Դավիթ Վարդանյանը 38 տարեկան էր, բայց տարիքից անդին հասունություն էր ցուցադրում։ Բարձրահասակ, լայնաթիկունք, սմազերը կատարելապես հետ սանրված, խնամված մորուք, որը կերտում էր արտահայտիչ դիմագծերով դեմքը։ Հագին մուգ մոխրագույն կոստյում էր, որը հավանաբար արժեր ավելին, քան Անիի 3 ամսվա բնակարանի վարձը։ Բայց այն, ինչն իսկապես ուշադրություն էր գրավում, աչքերն էին։ Շագանակագույն, խորը, այն փայլով, որը բնորոշ է ղեկավարելուն սովոր մարդուն։ Երբ նա շրջվեց դեպի Անին, նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Դա նուրբ էր, գրեթե աննկատ, բայց Անին զգաց մի կայծ, մի հետաքրքրություն, որն անցնում էր մասնագիտականի սահմանները։
Օրիորդ Անի Սարգսյան, ասաց նա, ձայնը խորն էր, զուսպ, բայց մի ջերմությամբ, որը նա չէր սպասում։ Խնդրեմ, նստեք։ Նա հնազանդվեց, թղթապանակը դնելով սեղանին փորձելով անտեսել այն փաստը, որ ձեռքերը դեռ դողում էին։ Սենյակի ջերմությունը, նույնիսկ աշխատող օթորակիչի պայմաններում, ստիպեց նրան զգուշորեն արձակել պիջակի առաջին կոճակը։ Նա չնկատեց, թե ինչպես Դավիթի աչքերը հետեցին այդ շարժմանը, ոչ էլ թե ինչպես նա արագ հայացքը փախցրեց, կարծես բռնվել էր անպատշաճ բան անելիս։ Ես ուշադիր կարդացել եմ ձեր ինքնակենսագրականը, սկսեց նա, վերցնելով սեղանի վրա դրված թղթապանակը։ Հիմնավոր կրթություն, գերազանց գնահատականներ, կամավորական նախագծերում փորձ։ Բայց ինձ ամենաշատը գրավեց ձեր դիպլոմային աշխատանքը։ Ճգնաժամերի կառավարում բարձր ճնշման կորպորատիվ միջավայրերում։ Համարձակ թեմա է այսքան երիտասարդ մարդու համար։ Անին խորը շունչ քաշեց։ Միշտ հավատացել եմ, որ տեսությունը պետք է կապված լինի իրականության հետ։ Իսկ խոշոր ընկերությունների իրականությունն այն է, որ նրանք անընդհատ բախվում են ճգնաժամերի։ Դրանց հետ գործ ունենալու կարողությունն է, որ գոյատողներին առանձնացնում է ձախողվողներից։ Դավիթը ժպտաց։ Դա փոքր, բայց անկեղծ ժպիտ էր։ Հետաքրքիր է։ Իսկ ասացեք, Անի, ինչու եք ուզում աշխատել այստեղ։ Արմթեք, ում։ Որովհետև դուք պարզապես հերթական տեխնոլոգիական ընկերություն չեք։ Դուք վերասահմանում եք չափանիշները։ Դուք նորարար եք։ Եվ ես ուզում եմ դրա մի մասը լինել։ Ուզում եմ սովորել լավագույններից։ Իսկ դուք կարծում եք, որ բավականաչափ լավն եք այստեղ լինելու համար։ Հարցն ուղիղ էր, գրեթե մարտահրավեր։ Անին դիմացավ նրա հայացքին։ Կարծում եմ, շատ բան ունեմ սովորելու։ Բայց նա շատ բան ունեմ առաջարկելու։ Ես նվիրված եմ, կենտրոնացած հեշտությամբ չեմ հանձնվում։ Այս որակները նույնքան արժեքավոր են, որքան փորձը։ Դավիթը թիկնեց աթոռին, մատները միահյուսած սեղանի վրա։ Նրա մեջ կար մի բան, որը միաժամանակ վախեցնող էր, գրավիչ։ Անին չէր կարողանում հայացքը կտրել, նույնիսկ երբ զգում էր, որ պետք է։ Հարցազրույցը շարունակվեց 40 րոպե։ Նա Անին մարտահրավեր նետեց տեխնիկական հարցերով, հիպոթետիկ սցենարներով, էթիկական երկընտրանքներով։ Անին պատասխանեց ամեն ինչին խելքի խոնարհության մի խառնուրդով, որն ակնհայտորեն տպավորեց նրան։ Երբ վերջապես ոտքի կանգնեցին, Դավիթը մեկնեց ձեռքը։ Անին սեղմեց այն, զգալով հպման։ Ամրությունը, նրա մաշկի ջերմությունը իրենինի դեմ։ Նա պահեց ձեռքը մեկ վայրկյան ավելի, քան անհրաժեշտ էր։ Բարի գալուստ, Արմթեք, Անի։ Դուք սկսում եք հաջորդ երկուշաբթի։ Անին թարթեց աչքերը, շփոթված։ Իսկ մյուս փուլերը։ Մրբաժնի վերլուծությունը։ Թեստերը։ Դրանք անհրաժեշտ չեն։ Ես ձեզ աշխատանքի եմ ընդունում այստեղ հիմա։ Դուք տաղանդ ունեք։ Եվ ես ճանաչում եմ տաղանդը, երբ տեսնում եմ այն։ Անին այդ սենյակից դուրս եկավ կարծես թռչելով։ Չէր կարողանում հավատալ։ Ստացել էր աշխատանքը։ Առաջին իսկ փորձից։ Առանց հազարավոր բյուրոկրատական փուլեր անցնելու։ Չափազանց լավ էր, իրական լինելու համար։ Եվ գուցե այդպես էլ կար։ Որովհետև մինչ նա մտովի տոնում էր, չնկատեց այն հայացքները, որոնք Լիլիթն ու մյուս աշխատակիցները փոխանակեցին, տեսնելով նրան Դավիթի սենյակից դուրս գալիս։ Հայացքներ, որոնցում խառնված էին զարմանք, նախանձ մի փոքր անհանգստություն։ Հաջորդ շաբաթն անցավ նախապատրաստությունների մշուշի մեջ։ Անին նոր հագուստ գնեց իր խնայած գումարով, մտովի փորձեց, թե ինչպես է իրեն պահելու, կարդաց այն ամենը, ինչ կարող էր ընկերության մասին։ Երբ վերջապես եկավ աշխատանքի անցնելու օրը, նա պատրաստ էր։ Կամ գոնե այդպես էր կարծում։ Նրա առաջին օրը սկսվեց ընկերությունում շրջայցով, որն անցկացնում էր Նարեն, մոտ 30 տարեկան նախագծերի վերլուծաբան, շիկահեր, կապուտաչյա, վստահ կեցվածքով մի ժպիտով, որը լիովին չէր հասնում աչքերին։ Սա մշակման բաժինն է, այստեղ ֆինանսականն է, այնտեղ իրավաբանականը, բացատրում էր Նարեն պրոֆեսիոնալ ձայնով։ Իսկ այն հարկը, 20-րդը, պարոն Վարդանյանի աշխատասենյակն է։ Մուտքը սահմանափակ է։ Միայն հրավիրվածներն են մտնում։ Անին գլխով արեց, յուրացնելով ամեն ինչ։ Նկատեց, թե ինչպես են մարդիկ իրեն նայում հետաքրքրասիրությամբ։ Ոմանք ժպտում էին, մյուսները պարզապես լուռ գնահատում էին նրան։
Նորեկ լինելը նորմալ էր, բայց այդ հայացքներում ավելին կար։ Մի բան, որը նա չէր կարողանում լիովին բացահայտել։ Նրան տեղավորեցին նախագծերի կառավարման բաժնում Նարեի ղեկավարությամբ։ Աշխատանքը դժվար էր, բայց Անին պաշտում էր դա։ Աղյուսակներ, հաշվետվություններ, տեխնիկատնտեսական հիմնավորումներ։ Ամեն ինչ իմաստ ուներ նրա համար։ Նա օգտագործում էր այն ամենը, ինչ սովորել էր համալսարանում, բացահայտում, որ պրակտիկան նույնիսկ ավելի բարդ ու հետաքրքրաշարժ է, քան տեսությունը։ Բայց անհնար էր անտեսել Դավիթի ներկայությունը։ Նա ֆիզիկապես ամեն օր այնտեղ չէր, բայց նրա ազդեցությունը թափանցում էր յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր նախագծի, յուրաքանչյուր խոսակցության մեջ։ Եվ երբ նա հայտնվում էր, միշտ լինում էր այդ պահը։ Այն ակնթարթը, երբ նրանց հայացքները խաչվում էին։ Դա կարող էր լինել վերելակում, միջանցքում, խորհրդակցությունների սենյակում։ Եվ ամեն անգամ Անին զգում էր այդ սեղմոցը կրծքում, սրտի այն արագացումը, որը նա հուսահատորեն փորձում էր անտեսել։ Դավիթն իր հերթին պայքարում էր մի բանի դեմ, որը երբեք չէր զգացել։ Նա բացարձակ վերահսկողության տեր մարդ էր։ Վերահսկում էր ընկերություններ, բանակցություններ, մարդկանց։ Բայց չէր կարողանում վերահսկել այն, ինչ զգում էր Անիին տեսնելիս։ Այն, թե ինչպես էր նա գծում ստորին շուրթը, երբ կենտրոնացած էր։ Այն, թե ինչպես էին աչքերը փայլում, երբ նոր գաղափար ուներ։ Այն անկեղծ ծիծաղը, որը բաց էր թողնում, երբ ինչ-որ բան իսկապես զվարճացնում էր նրան։ Նրա մեջ ամեն ինչ գրավում էր իրեն մի կերպ, որը սահմանակից էր անտրամաբանականին։ Նա պատրվակներ էր հորինում, ստորին հարկեր իջնելու համար։ Անձամբ վերանայում էր նախագծեր, որոնք սովորաբար պատվիրակում էր։ Պահանջում էր հաշվետվություններ, որոնք իր հաստատման կարիքը չունեին։ Ամեն ինչ, որպեսզի հնարավորություն ունենա տեսնելու նրան, թեկուզ մի քանի րոպեով։ Եվ ատում էր իրեն դրա համար։ Ատում էր այն թուլությունը, որը նա ներկայացնում էր։ Բայց չէր կարողանում դադարեցնել։ Անին նկատեց։ Իհարկե, նկատեց։ Նա միամիտ չէր։ Գիտեր, երբ տղամարդը հետաքրքրված է։ Բայց սա այլ էր։ Սա պարզապես ֆիզիկական ձգողություն չէր։ Ավելի խորը, ավելի ինտենսիվ բան կար։ Եվ նա, իր հուսահատություն, նույնն էր զգում։ Երազում էր նրա մասին։ Գիշերվա կեսին արթնանում էր, մտածելով այդ շագանակագույն աչքերի մասին։ Պատկերացնում էր, թե ինչպես կլիներ զգալ այդ ուժեղ ձեռքերը, որոնք դիպչում են իր դեմքին։ Եվ ատում էր իրեն դրա համար։ Որովհետև նա իր ղեկավարն էր։ Ընկերության նախագահը։ Իսկ ինքը, ընդամենը պրակտիկանտ։ Սա չէր կարող լավ ավարտ ունենալ։ Նույնիսկ չպետք է սկսվեր։ Բայց ճակատագիրը կամ պատահականությունը կամ որե ուժ, որը կառավարում է այս բաները, այլ ծրագրեր ուներ։ Հավանեցիք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում այն կավարտվի։ 3 շաբաթ էր անցել, ինչ Անին սկսել էր աշխատել Արմթեք ում։ 3 շաբաթ ինտենսիվ առօրյա, դժվարին նախագծեր մի հուզական լարվածություն, որն աճում էր ամեն օր։ Նա փորձում էր կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց գնալով ավելի դժվար էր դառնում անտեսել Դավիթի մշտական ներկայությունը իր մտքերում։ Եվ ավելի վատ, իր ֆիզիկական իրականության մեջ։ Այդ 5 շաբթի Նարեն նրան կանչեց անսպասելի հանդիպման։ Դու պատրաստվում ես ներկայացնել Ավրորա նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման հաշվետվությունը խորհրդին, ասաց վերլուծաբանը, Անին տալով փաստաթղթերով լի թղթապանակ։ Սա մեծ հնարավորություն է։ Պարոն Վարդանյանը ներկա է լինելու։ Անիի սիրտը բուռն զարկեց։ Ներկայացնել խորհրդին։ Նրան։ Սա հենց այն մարտահրավերն էր, որը նա ուզում էր, բայց նա այն իրավիճակը, որը նրան սարսափեցնում էր։ Ամբողջ օրը նա նախապատրաստվեց, վերանայելով յուրաքանչյուր տվյալ, յուրաքանչյուր գրաֆիկ, յուրաքանչյուր փաստարկ։ Երբ այդ գիշեր տուն հասավ, հազիվ կարողացավ քնել։ Հանդիպումը նշանակված էր ուրբաթ առավոտյան ժամը 10-ին։ Անին ընտրեց մուգ կապույտ զգեստ, որը հասնում էր մինչ ծնկները, պաշտոնական, բայց էլեգանտ, այն սպիտակ պիջակի հետ, որը հագել էր հարցազրույցի ժամանակ։ Նա պետք է նորից զգար վստահության այդ էներգիան։ Խորհրդակցությունների սենյակ հասավ 15 րոպե շուտ, պատրաստեց պրոյեկտորը, դասավորեց հաշվետվությունների տպագիր օրինակները։ Ամեն ինչ պետք է կատարյալ լիներ։ Խորհրդի անդամները սկսեցին հավաքվել։
Ջերմակ մազերով գործադիր տնօրեններ, անթերի կոստյումներով հզոր կանայք, բոլորը միլիոնավոր դրամներ շարժող որոշումներ կայացնողների աուրայով։ Եվ հետո նա ներս մտավ։ Դավիթն այդ օրն այլ տեսք ուներ։ Ավելի տպավորիչ, եթե դա հնարավոր էր։ Մուգ կապույտ կոստյում, սփողկապ, կատարելապես սանրված մազեր։ Երբ նրա աչքերը հանդիպեցին Անիի աչքերին, եղավ այդ պահը։ Այն վայրկյանի կոտորակը, երբ մնացած աշխարհը կարծես անհետացավ։ Բարի օր բոլորին, սկսեց Անին, ձայնը ամուր, չնայած նյարդերին։ Ես այստեղ եմ ներկայացնելու Ավրորա նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման վերլուծությունը։ Հաջորդ 40 րոպեների ընթացքում նա փայլեց։ Յուրաքանչյուր սլայդ, յուրաքանչյուր գրաֆիկ, յուրաքանչյուր փաստարկ ներկայացվեց ճշգրտությամբ վստահությամբ։ Նա պատասխանեց դժվար հարցերի, պաշտպանեց իր վերլուծությունները, ցուցադրեց մի գիտելիք, որը տպավորեց նույնիսկ ամենասկեպտիկներին։ Եվ ամբողջ ընթացքում նա զգում էր Դավիթի հայացքն իր վրա։ Դա պրոֆեսիոնալ գնահատականի հայացք չէր։ Ավելին էր։ Մի բան, որը նրան ստիպում էր տաքանալ նույնիսկ սենյակի սառը օթորակիչի պայմաններում։ Երբ նա ավարտեց, կարճ լռություն տիրեց։ Հետո, ծափահարություններ։ Զուսպ, բայց անկեղծ։ Հիանալի աշխատանք, Օրիորդ Սարգսյան, ասաց փոխնախագահը Ռուբեն Մանուկյան անունով ճերմակահեր մի տղամարդ։ Դուք ապագա ունեք այս ընկերությունում։ Դավիթը պարզապես գլխով արեց, բայց նրա աչքերում հպարտությունն անսխալ էր։ Շնորհակալություն, Անի։ Կարող եք գնալ։ Մենք կքննարկենք հաջորդ քայլերը։ Նա այդ սենյակից դուրս եկավ, զգալով, որ երկնքում է։ Նրան հաջողվել էր։ Ապացուցել էր իր արժեքը։ Բայց հաղթանակի զգացումը արագ փոխարինվեց ավելի բարդ բանով, երբ 2 ժամ անց նա նամակ ստացավ Դավիթից։ Թեման՝ շնորհավորանք։ Նա բացեց դողացող ձեռքերով։ Հաղորդագրությունը կարճ էր, պրոֆեսիոնալ, բայց տողատակերում մի բան կար, որը ստիպեց նրան 3 անգամ կարդալ։ Անի, ձեր ներկայացումը բացառիկ էր։ Դուք ցուցադրեցիք ոչ միայն տեխնիկական հմտություն, այլ առաջնորդության կարողություն, որը հազվադեպ եմ տեսնում այսքան երիտասարդ մասնագետների մոտ։ Կցանկանայի անձամբ քննարկել ձեզ համար զարգացման որոշ հնարավորություններ։ Կարող եք ժամը 5-ին մոտենալ իմ աշխատասենյակ։ Հարգանքով, Դավիթ Վարդանյան։ Անին նայեց ժամացույցին։ 3:30 էր։ Նա ուներ 1.5 ժամ որոշելու, գնա, թե ոչ։ Եվ վերահսկելու այն անհանգստությունը, որը սպառնում էր կլանել իրեն։ Իհարկե, նա գիտեր, որ պետք է գնա։ Դա իր ղեկավարն էր, պրոֆեսիոնալ հանդիպում, աճի հնարավորություն։ Բայց նրա մյուս կեսը, այն կեսը, որն ամեն գիշեր երազում էր նրա մասին, գիտեր, որ այդ հրավերի մեջ ավելին կար։ Ուղիղ ժամը 5-ին Անին կանգնած էր 20-րդ հարկում գտնվող Դավիթի աշխատասենյակի դռան դիմաց։ 2 անգամ թակեց, լսեց մտեք հաստատուն ձայնը հրեց դուռը։ Աշխատասենյակը հենց այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էր։ Ընդարձակ, ժամանակակից, մի ամբողջ պատը ապակուց էր, երանի հիասքանչ տեսարանով։ Սեղանը հսկայական էր, մուգ փայտից ծածկված 2 մոնիտորով, կազմակերպված փաստաթղթերի կույտերով արծաթե շրջանակով մի լուսանկարով, որը նա հեռվից չկարողացավ տեսնել։ Դավիթը կանգնած էր պատուհանի մոտ, ձեռքերը գրպաններում, նայում էր ներքում գտնվող քաղաքին։ Նստեք, խնդրեմ, ասաց նա, առանց շրջվելու։ Անին հնազանդվեց, ընտրելով սեղանի դիմացի կաշվե բազկաթոռներից մեկը։ Նա վերջապես շրջվեց, Անին նկատեց, որ նա այլ տեսք ունի։ Ավելի քիչ զուսպ։ Ավելի մարդկային։ Նրա աչքերում մի բան կար, որը նա նախկինում չէր տեսել։ Խոցելիություն։ Անի, ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ, սկսեց նա, դանդաղ քայլելով դեպի նա։ Եվ պետք է, որ դուք էլ անկեղծ լինեք ինձ հետ։ Նա կանգնեց նրանից մի քանի մետր հեռավորության վրա, ձեռքերը դեռ գրպաններում։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ հանդիպմանը, ձեր փայլուն ներկայացումը, պարզապես հաստատեց մի բան, որը ես արդեն գիտեի։ Դուք բացառիկ եք։ Բայց սա միակ պատճառը չէ, որ ձեզ այստեղ եմ կանչել։ Անիի սիրտը արագացավ։ Նա գիտեր, թե ինչ է հաջորդելու։ Նրա մի մասը ուզում էր ոտքի կանգնել փախչել։ Մյուս մասը կպած էր այդ բազկաթոռին, անկարող շարժվելու։ Ձեր հարցազրույցի օրվանից, շարունակեց նա, ձայնն այժմ ավելի ցածր, ես չեմ կարողանում ձեզ հանել իմ մտքից։
Փորձել եմ։ Աստված գիտի, որ փորձել եմ։ Ինքս ինձ ասել եմ, որ դա անպատշաճ է, որ դուք իմ աշխատակիցն եք, որ ես պետք է պահպանեմ մասնագիտական հեռավորություն։ Բայց չեմ կարողանում։ Եվ պետք է իմանամ։ Նա վերջապես ուղիղ նայեց նրա աչքերին։ Դուք նույնն եք զգում։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Անին կարող էր լսել սեփական սրտի զարկերը, արյունը, որ բաբախում էր երակներում։ Բոլոր պաշտպանական պատերը, որ նա կառուցել էր, բոլոր պատճառները, թե ինչու սա սարսափելի գաղափար էր, փլուզվեցին այդ ակնթարթին։ Այո, շշնջաց նա։ Ես զգում եմ։ Դավիթը մի պահ փակեց աչքերը, կարծես միաժամանակ ստացել էր իր կյանքի լավագույն վատագույն լուրը։ Երբ նորից բացեց դրանք, այնտեղ մի վճռականություն կար, որը միաժամանակ վախեցրեց հուզեց Անիին։ Այդ դեպքում մենք պետք է խոսենք դրա մասին։ Մեր մասին։ Որովհետև մենք չենք կարող պարզապես անտեսել։ Նրանք խոսեցին ժամերով։ Դավիթը պատմեց իր կյանքի մասին։ Ինչպես է զրոյից կառուցել արմթեքը, տարիներ շարունակ աշխատելով օրական 18 ժամ։ Ինչպես է զոհաբերել հարաբերություններ, ընկերություններ, հանգստի պահեր, հանուն մասնագիտական հաջողության։ Ինչպես 38 տարեկանում գտնվում էր գագաթին, բայց լիովին մենակ։ Անին իր հերթին խոսեց Գյումրիում իր մանկության ծնողների մասին, որոնք քրտնաջան աշխատում էին, որպեսզի ինքը կարողանա սովորել, այն երազանքների մասին, որ միշտ ունեցել էր աշխարհում ինչ-որ բան փոխելու։ Եվ մինչ նրանք խոսում էին, նրանց միջ կապը խորանում էր։ Դա պարզապես ֆիզիկական ձգողություն չէր։ Դա փոխադարձ հասկացողություն էր։ Դա մյուսի մեջ ճանաչելն էր մի բան, որը պակասում էր քո մեջ։ Երբ Դավիթը վերջապես նայեց ժամացույցին, արդեն գրեթե գիշերվա 9 էր։ Անի, ես չեմ ուզում, որ սա ավարտվի, ասաց նա։ Բայց նա չեմ ուզում վտանգի ենթարկել քո կարիերան։ Եթե մենք ինչ-որ բան սկսենք, պետք է զգույշ լինենք։ Շատ զգույշ։ Ես գիտեմ, պատասխանեց նա։ Եվ ընդունում եմ դա։ Բայց պետք է ինձ մի բան խոստանաս։ Եթե սա դառնա պարզապես սեքսի, ցանկության մասին, դու ինձ կասես։ Որովհետև ես չեմ ուզում պարզապես արկած լինել։ Դավիթը ոտքի կանգնեց, քայլեց դեպի նա։ Ծնկի իջավ բազկաթոռի կողքին, վերցրեց նրա ձեռքն իր ձեռքերի մեջ։ Խորը նայեց նրա աչքերին։ Դու երբեք պարզապես արկած չես լինի, Անի։ Դու առաջին մարդն ես տարիներ շարունակ, որն ինձ ստիպում է զգալ ինչ-որ բան, բացի փառասիրությունից աշխատանքից։ Եվ դա ինձ ավելի շատ է վախեցնում, քան ցանկացած բանակցություն, որ երբև արել եմ։ Եվ հետո նա համբուրեց նրան։ Սկզբում դա նուրբ էր, տատանվող, կարծես թույլտվություն էր խնդրում։ Բայց երբ Անին պատասխանեց, երբ նրա ձեռքերը բարձրացան դեպի նրա դեմքը, համբույրը խորացավ։ Այդ համբույրի մեջ տարիների մենություն կար։ Կար զսպված ցանկություն, կարիք, հրատապություն։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Սա ամեն ինչ փոխում է, շշնջաց Անին։ Ես գիտեմ, պատասխանեց Դավիթը։ Եվ ես պատրաստ եմ դիմակայել հետանքներին։ Բայց հետանքներին դիմակայելը շատ ավելի բարդ կլիներ, քան նրանցից որը մեկը պատկերացնում էր։ Որովհետև մինչ նրանք տրվում էին մտերմության այդ առաջին պահին, չգիտեին, որ իրենց հետում են։ Մշուշոտ ապակե դռան մյուս կողմում Նարեն կանգնած էր միջանցքում, ընկերություն վերադարձած մոռացված փաստաթղթի հետից։ Նա չտեսավ համբույրը, բայց բավականաչափ տեսավ։ Տեսավ Անիին, որը Դավիթի աշխատասենյակից դուրս էր գալիս գիշերվա 9:30-ին, մազերը թեթակի խառնված, շուրթերը ուռած, աչքերում փայլ։ Եվ տեսավ Դավիթին դռան մոտ, որը նայում էր հեռացող Անիին մի արտահայտությամբ, որը նա լավ գիտեր։ Շատ լավ։ Նարեն զգաց, թե ինչպես արյունը եռաց։ Հնարավոր չէր։ Այդ ամենից հետո։ Այն բանից հետո, ինչ ինքն ու Դավիթը կիսել էին տարիներ առաջ, մինչ նրա դառնալը սառը հեռու։ Նախագահ, որն այժմ էր։ Նա դեռ հիշում էր այն օրերը, երբ նրանք ընդամենը երկու սիրահարված երիտասարդ մասնագետներ էին, մինչ նրա փառասիրությունը կլանեց ամեն ինչ։ Նա բաժանվել էր իրենից, պնդելով, որ պետք է կենտրոնանա կարիերայի վրա, որ հարաբերությունները շեղում են։ Եվ հիմա ահա նա, ակնհայտորեն տարված այդ նորեկ պրակտիկանտով։ Զայրույթը տեղի տվեց ավելի հաշվարկված բանի։ Նարեն խելացի էր։ Գիտեր, որ ուղղակիորեն նրանց դեմ դուրս գալը սխալ կլիներ։ Բայց կլինեին այլ եղանակներ, դրա հետ գործ ունենալու։
Ավելի նուրբ եղանակներ։ Ավելի արդյունավետ։ Հաջորդ օրերին Անին Դավիթը փորձեցին զգույշ լինել։ Հանդիպում էին նրա աշխատասենյակում, երբ բոլորը գնում էին։ Լարված հայացքներ էին փոխանակում հանդիպումների ժամանակ։ Գաղտնագրված նամակներ էլեկտրոնային փոստով, որոնք պրոֆեսիոնալ էին թվում, բայց ավելի խորը իմաստներ էին կրում։ Դա միաժամանակ հուզիչ սարսափելի էր։ Բայց դիմակը սկսեց ճաքել, երբ Արամը երիտասարդ գրավիչ ֆինանսական վերլուծաբան սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Անիի նկատմամբ։ Նա համակրելի էր, զվարճալի ակնհայտորեն խնդիր չէր տեսնում նրան մոտենալու մեջ։ Հրավիրում էր նրան ճաշի, օգնություն էր առաջարկում նախագծերի հետ, կատակներ էր անում, որոնք ստիպում էին նրան ծիծաղել։ Անին այս ամենը տեսնում էր որպես զուտ քաղաքավարություն։ Արամը տեսնում էր որպես սիրահետում։ Իսկ Դավիթը տեսնում էր որպես սպառնալիք։ Առաջին պայթյունը տեղի ունեցավ մի չորեքշաբթի։ Անին խոհանոցում զրուցում էր Արամի հետ, երբ Դավիթն անցավ միջանցքով։ Նրա նետած հայացքը սառցե էր։ 2 ժամ անց նա հաղորդագրություն ստացավ նրանից։ Իմ աշխատասենյակ։ Հիմա։ Նա բարձրացավ սեղմված սրտով։ Երբ ներս մտավ, գտավ Դավիթին, որը վանդակում փակված առյուծի պես այս ու այն կողմ էր քայլում։ Ինչ էիր անում Արամի հետ։ Նրա ձայնը զուսպ էր, բայց այնտեղ վտանգավոր լարվածություն կար։ Զրուցում էի, պատասխանեց Անին, շփոթված։ Ինչո՞վ։ Պարզապես զրուցում էիր։ Նա կարծես շատ էր զվարճանում։ Եվ դու նույնպես։ Դավիթ, նա իմ գործընկերն է։ Մենք խոսում էինք եռամսյակի նախագծի մասին։ Այդպես։ Որովհետև ինձ ավելի անձնական բան թվաց։ Եվ այդ ժամանակ Անին հասկացավ։ Խանդ։ Նա խանդում էր։ Նրա մի մասը դա անհեթեթ համարեց։ Մյուս մասը վախեցավ։ Դու իրավունք չունես ինձ այդպես հարցաքննելու, ասաց նա, ձայնը ամուր։ Մենք պաշտոնապես զույգ չենք։ Չենք կարող լինել։ Դու ինքդ ասացիր, որ պետք է զգույշ լինենք։ Դավիթը դադարեց քայլել։ Նայեց նրան, խոցելիությունը վերադարձել էր նրա աչքերին։ Ես գիտեմ։ Եվ ներողություն եմ խնդրում։ Պարզապես, երբ ես մեկ այլ տղամարդու եմ տեսնում քո կողքին, կորցնում եմ վերահսկողությունը։ Եվ սա նոր է ինձ համար։ Այս զգացումը, որ ես չեմ ղեկավարում։ Անին մոտեցավ նրան։ Վերցրեց նրա ձեռքերն իր ձեռքերի մեջ։ Դավիթ, եթե մենք ուզում ենք, որ սա ստացվի, դու պետք է վստահես ինձ։ Որովհետև եթե ամեն անգամ, երբ ես խոսեմ մի գործընկերոջ հետ, դու այսպես արձագանքես, սա երկար չի տի։ Նա իրեն քաշեց ամուր գրկի մեջ։ Ես վստահում եմ քեզ։ Ես ինքս ինձ չեմ վստահում։ Որովհետև կյանքումս առաջին անգամ վախենում եմ ինչ-որ բան կորցնելուց։ Եվ այդ ինչ-որ բանը դու ես։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ, պարզապես իրար բռնած, փորձելով ինչ-որ կայունություն գտնել այդ հուզական փոթորկի մեջ։ Բայց դրսում, արմթեքի միջանցքներում, բամբասանքները սկսում էին շրջանառվել։ Զուսպ շշուկներ։ Կողքի հայացքներ։ Եվ Նարեն, միշտ դիտելով, միշտ պլանավորելով, սպասում էր գործելու ճիշտ պահին։ Որովհետև նա գիտեր մի բան, որը ոչ Անին, ոչ Դավիթը դեռ չգիտեին։ Մի մարդ պատրաստվում էր վերադառնալ ընկերություն։ Մի մարդ Դավիթի անցյալից։ Եվ երբ դա տեղի ունենար, այդ փխրուն սիրավեպը կփորձվեր այնպիսի ձերով, որոնք նրանցից ոչ մեկը չէր կարող պատկերացնել։ Ռումբը պայթեց ապրիլյան արոտ մի երկուշաբթի։ Անին սովորականի պես եկավ ընկերություն, ողջունեց գործընկերներին, վերցրեց իր սուրճը ուղղվեց դեպի իր աշխատասեղանը։ Հենց այդ ժամանակ նա նկատեց անսովոր շարժը։ Գործադիր տնօրենները խմբերով զրուցում էին, սպասումով լի հայացքներ, մի խշշոց, որը կարծես էլեկտրական էր օդում։ Նա պատրաստվում էր ինչ-որ մեկին հարցնել, թե ինչ է կատարվում, երբ Նարեն հայտնվեց նրա կողքին։ Քեզ չեն ասել, հարցրեց վերլուծաբանը մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Սոֆյա Մելիքյանը վերադարձել է Լոնդոնի գործուղումից։ Պատրաստվում է նորից ստանձնել ռազմավարության տնօրենի պաշտոնը։ Այդ անունը Անիի համար ոչինչ չէր նշանակում։ Ո՞վ է Սոֆյա Մելիքյանը։ Նարեն ցածր քրքջաց։ Ախ, սիրելիս։ Սոֆյան պարզապես ամենահզոր կինն է, որ երբե անցել է այս ընկերությունով։ 3 տարի համակարգել է մեր եվրոպական ընդլայնումը։
փայլուն, նրբագեղ, անողոք։ Եվ նա դրամատիկ դադար տվեց, կարծես ամենակարևոր տեղեկությունն էր հայտնում. նա պարոն Վարդանյանի հետ հարաբերությունների մեջ է եղել 5 տարի առաջ։ Անին զգաց, կարծես հատակը փախավ ոտքերի տակից։ Հարաբերությունների մեջ։ Ինչպես թե։ Նրանք գրեթե 2 տարի միասին էին։ Բոլորը կարծում էին, որ կամուսնանան։ Բայց հետո նա Լոնդոնի առաջարկը ստացավ, իսկ Դավիթը կենտրոնացած էր այստեղ նախագահի պաշտոնն ամրապնդելու վրա։ Նրանցից ոչ մեկը չցանկացավ զիջել։ Այդպես էլ բաժանվեցին։ Կամ գոնե այդպես էին բոլորը կարծում։ Նարեն ավելի մոտեցավ։ Բայց քեզ ու ինձ ասեմ, միշտ կարծել եմ, որ նրանց միջ դեռ չլուծված բան կա։ Մինչ Անին կհասցներ մարսել այդ տեղեկությունը, վերելակի դռները բացվեցին։ Եվ նա ներս մտավ։ Սոֆյա Մելիքյանը հենց այն կինն էր, որը ստիպում է մյուս բոլոր կանանց իրենց անբավարար զգալ, նույնիսկ չփորձելով։ Բարձրահասակ սլացիկ, շագանակագույն մազերը անթերի կարե սանրվածքով, բրենթային հագուստ, որը կարծես հատուկ իր մարմնի համար էր կարված։ Նրա մեջ ամեն ինչ ճչում էր իշխանության, նրբագեղության վստահության մասին։ Նա 35 տարեկան էր, բայց կարծես կյանքի գագաթնակետին էր։ Նա անցավ նախասրահով այն բնականությամբ, որը բնորոշ է տեղի տիրոջը ողջունելով աշխատակիցներին անուններով, ժպտալով այնպիսի հմայքով, որն արհեստական է թվում, բայց կատարելապես աշխատում է։ Եվ հետո, կարծես հստակ իմանալով, թե որտեղ է, նրա աչքերը հանդիպեցին Անիի աչքերին։ Եղավ գնահատման մի պահ, արագ, բայց ինտենսիվ։ Սոֆյան զննեց նրան գլխից մինչ ոտք նորից առաջ նայեց, կարծես Անին ոչ մի սպառնալիք չէր ներկայացնում։ Բայց ներկայացնում էր։ Եվ Սոֆյան դա գիտեր։ Որովհետև 15 րոպե անց, երբ առանց թակելու մտավ Դավիթի աշխատասենյակ, նա հեռախոսով էր խոսում։ Տեսնելով նրան, նրա արտահայտությունը փոխվեց։ Զարմանք, հետո անհարմարության նման մի բան, վերջապես, պրոֆեսիոնալիզմի դիմակ։ Ես պետք է հետ զանգեմ, ասաց նա հեռախոսին անջատեց։ Սոֆյա։ Չգիտեի, որ այսօր կվերադառնաս։ Նա ժպտաց, քայլելով դեպի նրա սեղանի դիմացի աթոռը նրբագեղ նստելով։ Անակնկալ էր, սիրելիս։ Կարծում էի, իմ վերադարձը շաբաթներ շարունակ կորպորատիվ օրացույցում էր։ Բայց հասկանում եմ։ Դու զբաղված ես։ Լսել եմ, որ վերջերս անձամբ ես անհնարին հաշվետվությունների վրա կզգար այդ խոսքերի ծանրությունը, եթե այնտեղ լիներ։ Ես անում եմ այն, ինչը լավագույնն է ընկերության համար, պատասխանեց նա։ Իսկ դու։ Ինչպես էր Լոնդոնը։ Արդյունավետ։ Շահութաբեր։ Միայնակ։ Նա ոտքը ոտքին գցեց, նեղ կիսաշրջազգեստը թեթակի բարձրացավ։ Դու գիտես, թե ինչպես է։ Գործերը հիանալի են, բայց երբեմն մենք կարոտում ենք այլ բաներ։ Այլ մարդկանց։ Սոֆյա, արի այդ ճանապարհով չգնանք։ Իսկ ինչու ոչ։ Նա առաջ թեքվեց։ Մենք ունեցել ենք ինչ-որ յուրահատուկ բան, Դավիթ։ Դու դա գիտես։ Եվ գուցե ես հիմարություն արեցի, թույլ տալով, որ դա գնա։ Գուցե հիմա, երբ վերադարձել եմ, մենք կարող ենք վերանայել անցյալի որոշ որոշումներ։ Այս 3 տարում շատ բան է փոխվել։ Փոխվել է։ Թե։ Դու պարզապես համոզել ես քեզ, որ փոխվել է։ Որովհետև որքան տեսնում եմ, դու շարունակում ես մնալ նույն աշխատանքով տարված մարդը, որն օգտագործում է մասնագիտական հաջողությունը, հուզական դատարկությունը լցնելու համար։ Տարբերությունն այն է, որ հիմա գուցե գտել ես շեղվելու մեկ այլց։ Դավիթի ծնոտը սեղմվեց։ Զգույշ եղիր խոսքերիդ հետ, Սոֆյա։ Նա ժպտաց, ոտքի կանգնելով։ Պետք չէ պաշտպանվել։ Ես պարզապես դիտարկում եմ անում։ Իդեպ, ավելի վաղ ծանոթացա քո նոր պրակտիկանտի հետ։ Անի, այնպես չէ։ Նա դադարեց դռան մոտ։ Սիրունիկ է։ Երիտասարդ։ Բայց արդյոք նա ունի անհրաժեշտ հասունությունը հասկանալու այն աշխարհի բարդությունը, որում դու ապրում ես։ Մտածիր դրա մասին։ Եվ դուրս եկավ, Դավիթին մենակ թողնելով մտքերի հետ, որոնք նա կնախընտրեր չունենալ։ Որովհետև ճշմարտությունն այն էր, որ Սոֆյան մի բանում ճիշտ էր։ Անին երիտասարդ էր, անփորձ բարձր մակարդակի կորպորատիվ աշխարհում։ Նա գալիս էր բոլորովին այլ միջավայրից։
Եվ նրանց միշտ տարբերությունը, որը սկզբում հուզիչ էր թվում, այժմ սկսում էր ծանրանալ։ Բայց Դավիթը միակ տանջվողը չէր։ Անին այդ օրվա մնացած մասն անցկացրեց հուզական ճոճանակի վրա։ Փորձում էր աշխատել, բայց ամեն անգամ, երբ տեսնում էր Սոֆիային միջանցքներով քայլելիս այդ նյարդայնացնող վստահությամբ, զգում էր անապահովության մի խայթոց, որն ատում էր խոստովանել։ Այդ կինն այն ամենն էր, ինչ ինքը չէր։ Նրբագեղ, փորձառու, պատկանում էր շքեղության իշխանության այդ աշխարհին։ Գիշերը, երբ վերջապես կարողացան հանդիպել նրա աշխատասենյակում, Դավիթը փորձեց հանգստացնել նրան։ Սոֆյան անցյալ է, Անի։ Շատ հեռավոր անցյալ։ Դու անհանգստանալու պատճառ չունես։ Չունեմ։ Նա գեղեցիկ է, խելացի, քո սոցիալական մակարդակի վրա է։ Եվ ակնհայտորեն դեռ հետաքրքրված է։ Իսկ ես նրանով հետաքրքրված չեմ։ Ես քեզնով եմ հետաքրքրված։ Բայց խոսքերը թե անկեղծ, բավարար չէին ջնջելու կասկածի այն սերմը, որը Սոֆյան ցանել էր։ Եվ այդ սերմը կաճեր հաջորդ օրերին։ Սոֆյան իր մտադրություններում նուրբ չէր։ Սկսեց ստեղծել իրավիճակներ, որոնք ստիպում էին մտերմանալ Դավիթի հետ։ Անհարկի հանդիպումներ, գործնական ընթրիքներ, որոնց նա պնդում էր, որ Դավիթը մասնակցի, խոսակցություններ հին նախագծերի մասին, որոնք նրանք միասին էին մշակել։ Ամեն ինչ միշտ համեմված մտերմության նուրբ հպումներով։ Մի ձեռք նրա թին այստեղ, մի ընդհանուր ծիծաղ այնտեղ, հայացքներ, որոնք տում էին մեկ վայրկյան ավելի, քան անհրաժեշտ էր։ Եվ նա ամեն ինչ անում էր, որ Անին տեսնի։ Կամ գոնե իմանա։ Պատահական մեկնաբանություններ խոհանոցում, թե ինչպես ինքն ու պարոն Վարդանյանը երեկ մինչ ուշ աշխատեցին։ Հիշատակումներ ընթրիքների հանդիպումների մասին, որոնց Անին չէր մասնակցում։ Ամեն ինչ արվում էր անմեղ ժպիտով, բայց շատ հստակ մտադրությամբ։ Ապակայունացնել։ Եվ դա աշխատում էր։ Անին փորձում էր հասուն լինել իրավիճակի նկատմամբ, փորձում էր վստահել Դավիթին, ինչպես խոստացել էր։ Բայց դժվար էր։ Հատկապես, երբ նրա հաղորդագրությունները սկսեցին նոսրանալ։ Երբ գիշերային հանդիպումներն աշխատասենյակում դարձան ավելի հազվադեպ, քանի որ նա իսկապես զբաղված էր նախագծերով, որոնք Սոֆյան էր ղեկավարում։ Երբ նա տեսնում էր նրան Սոֆյայի հետ խոսելիս միջանցքում, գլուխները մոտ, քննարկելով մի բան, որն ակնհայտորեն իրեն չէր վերաբերում։ Ճեղքման կետը եկավ Սոֆյայի վերադարձից 2 շաբաթ անց։ Դավիթը պետք է մեկներ Դուբայ, պոտենցիալ ներդրողների հետ մի շարք հանդիպումների համար։ Դա լինելու էր 3 օրվա ուղղորություն։ Սոֆյան, որպես ռազմավարության տնօրեն, բնականաբար, պատվիրակության մաս էր կազմում։ Անին, ոչ։ Ուղղորությունից 1 օր առաջ Դավիթը նրան կանչեց իր աշխատասենյակ։ Նա այլ տեսք ուներ։ Լարված։ Նստիր, Անի։ Մենք պետք է խոսենք։ Նրա տոնը վախեցրեց Անիին։ Ինչ է պատահել։ Այս ուղղորությունը ինտենսիվ է լինելու։ Շատ հանդիպումներ, շատ պարտավորություններ։ Եվ Սոֆյան այնտեղ է լինելու, որովհետև բանակցությունների կարևոր մասն է։ Նա խորը շունչ քաշեց։ Բայց ուզում եմ, որ իմանաս, որ ոչինչ տեղի չի ունենա։ Դու վստահում ես ինձ։ Անին ուզում էր ասել, այո։ Ուզում էր լինել հասկացող հասուն ընկերուհի։ Բայց վերջին շաբաթներն իրենց հետքն էին թողել։ Ես ուզում եմ վստահել, ասաց նա ցածրաձայն։ Բայց դժվարանում է։ Դու վերջերս հազիվ ժամանակ ես գտնում ինձ համար։ Իսկ երբ գտնում ես, հեռու ես թվում։ Կարծես միշտ մեկ այլ բանի մասին ես մտածում։ Որովհետև ես մտածում եմ մեկ այլ բանի մասին։ Մեր մասին։ Թե ինչպես է սա բարդանում։ Խոսքերն ընկան քարերի պես։ Անին զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Ինչպես է բարդանում։ Դավիթը ձեռքը տարավ մազերի միջով, հիասթափության հազվադեպ ժեստ։ Անի, ես սիրում եմ քեզ։ Պետք է, որ դու դա իմանաս։ Բայց Սոֆյան մի բանում ճիշտ է։ Մեր կյանքերը շատ տարբեր են։ Դու սկսում ես կարիերադ։ Ես դրա գագաթին եմ։ Դու գալիս ես մի աշխարհից, որտեղ ամեն ինչ ավելի պարզ է, ավելի ուղիղ։ Ես ապրում եմ կորպորատիվ քաղաքականության, իշխանական խաղերի, հազարավոր մարդկանց վրա ազդող որոշումների աշխարհում։ Եվ երբեմն ես ինքս ինձ հարցնում եմ, արդյոք ես ասեր չեմ, որ քեզ քաշում եմ այս ամենի մեջ։ Դու ինձնից բաժանվում ես։
Նրա ձայնը դուրս եկավ ավելի թույլ, քան մտադրվել էր։ Ոչ։ Աստված մի արասցե, ոչ։ Ես պարզապես անկեղծ եմ իմ մտահոգությունների մասին։ Նա քայլեց դեպի նա, բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ։ Բայց պետք է, որ դու հասկանաս։ Այս հաջորդ շաբաթները դժվար են լինելու։ Ես շատ եմ ճանապարհորդելու։ Մշտական ճնշման տակ եմ լինելու։ Եվ կարող է թվալ, թե ես հեռանում եմ։ Բայց դա այդպես չէ։ Պարզապես աշխատանքն է կլանում ամեն ինչ, ինչպես միշտ։ Իսկ Սոֆյան։ Նա այնտեղ է լինելու։ Դուք միասին եք աշխատելու։ Միասին ընթրելու։ Ժամեր ու ժամեր կողք կողքի անցկացնելու։ Եվ ոչինչ տեղի չի ունենա։ Որովհետև ես սիրում եմ քեզ։ Եվ երբ ես սիրում եմ, ես հավատարիմ եմ։ Նրանք համբուրվեցին, բայց այնտեղ մի հուսահատ հրատապություն կար, որը վախեցրեց Անիին։ Կարծես երկուսն էլ գիտեին, որ կառչում են մի բանից, որը սկսում է սահել մատների արանքից։ Երբ նա այդ գիշեր դուրս եկավ այդ աշխատասենյակից, արցունքներն արդեն հոսում էին դեմքով։ Դավիթի ուղղորությունը տեց 3 օր, որոնք Անիի համար թվացին 3 շաբաթ։ Նա զանգում էր ամեն օր, բայց խոսակցությունները կարճ էին, ընդհատվում էին պարտավորություններով, պատասխանատվություններով։ Եվ միշտ հետին պլանում։ Նա կարող էր լսել Սոֆյայի ձայնը։ Դավիթ, մենք պետք է վերանայենք թվերը։ Դավիթ, ներդրողը սպասում է։ Դավիթ, ես ամրագրել եմ այն ռեստորանը, որը դու սիրում ես, գործնական ընթրիքի համար։ Երրորդ օրը Անին հաղորդագրություն ստացավ անհայտ համարից։ Դա լուսանկար էր։ Դավիթն ու Սոֆյան էլեգանտ ռեստորանում նստած իրար դիմաց, Սոֆյան ծիծաղում էր մի բանի վրա, որ Դավիթն ասել էր, երկուսի ձեռքերը սեղանի վրա, չափազանց մոտ, պարզապես պրոֆեսիոնալ լինելու համար։ Նկարագրության մեջ գրված էր միայն. Կարծեցի, պետք է իմանաս։ Անին զգաց, թե ինչպես աշխարհը փլուզվեց։ Ձեռքերն այնքան էին դողում, որ քիչ մնաց հեռախոսը գցեր։ Փորձեց զանգել Դավիթին, բայց անմիջապես միացավ ձայնային փոստը։ Նորից փորձեց։ Ոչինչ։ Հաղորդագրություններ ուղարկեց։ Պատասխան չկար։ Նա այդ գիշերն անցկացրեց անքուն, տատանվելով զայրույթի, տխրության կրծքավանդակի ցավի միջ, որը ֆիզիկական էր թվում։ Առավոտյան նա վճռական էր։ Երբ Դավիթը վերադառնա, նրանք կունենան խոսակցություն։ Վերջնական խոսակցություն։ Որովհետև նա չէր կարող այսպես շարունակել։ Չէր կարող ապրել այս մշտական անապահովության, այս զգացումի հետ, որ միշտ երկրորդ պլանում է։ Բայց ճակատագիրս մեկ անգամ այլ ծրագրեր ուներ։ Որովհետև երբ Դավիթը հաջորդ 5 շաբթի վերադարձավ Դուբայից, նա մենակ չվերադարձավ։ Եվ այն լուրը, որը նա բերում էր, կփոխեր ամեն ինչ նրանց միջ այնպես, որ նրանցից ոչ մեկը չէր կարող կանխատեսել։ Դավիթն այդ 5 շաբթի մտավ արմթեք մի վճռականությամբ, որը բոլոր աշխատակիցները կարողացան զգալ։ Նա անցավ ընդունարանի կողքով, անտեսեց ողջույնները, ուղիղ բարձրացավ 20-րդ հարկ։ Բայց մինչ իր աշխատասենյակ գնալը, արեց մի բան, որը զարմացրեց բոլորին։ Իջավ 15-րդ հարկ ուղիղ քայլեց դեպի Անիի աշխատասեղանը։ Նա կենտրոնացած էր մի աղյուսակի վրա, դեմքը լարված, աչքերի տակի մուգ շրջանակները վկայում էին վատ քնած գիշերների մասին։ Երբ նկատեց նրա ներկայությունը, բարձրացրեց աչքերը։ Եվ Դավիթն այնտեղ տեսավ այն ամենը, ինչ պետք էր տեսնել։ Ցավ, անվստահություն, բայց նա սեր։ Մի սեր, որը պայքարում էր գոյատելու քաոսի մեջ։ Իմ աշխատասենյակ։ Հիմա, ասաց նա, ձայնը ցածր, բայց ամուր։ Հարկի բոլոր աչքերն ուղղվեցին նրանց։ Անին զգաց, թե ինչպես կարմրեց, բայց ոտքի կանգնեց հետեց նրան։ Դեպի վերելակ տանող ճանապարհն անցան գերեզմանային լռության մեջ։ Երբ դռները փակվեցին, նրանց մենակ թողնելով, Դավիթը վերջապես խոսեց. Ես տեսել եմ լուսանկարը։ Անին լայն բացեց աչքերը։ Ինչպես։ Սոֆյան ցույց տվեց ինձ։ Նա ծիծաղեց, երբ դա արեց, կարծես ներքին կատակ լիներ։ Ասաց, որ ընկերությունից ինչ-որ մեկը նկարել է շրջանառվում է։ Զվարճալի համարեց։ Ես չհամարեցի։ Իսկ դու ինչ ասացիր նրան։ Նա ուղիղ նայեց Անիի աչքերին։ Ասացի, որ նա ազատված է աշխատանքից։ Ինչ։ Սոֆյան այլս չի աշխատում, արմթեք ում։
Այսօր առավոտյան պահանջեցի նրա հրաժարականը։ Ավելի ճիշտ, նրան ընտրության հնարավորություն տվեցի կամ հրաժարական տալ, կամ ազատվել աշխատանքից անպատշաճ վարքի մասնագիտական հարաբերությունները սաբոտաժի ենթարկելու համար։ Նա ընտրեց առաջին տարբերակը։ Անին չէր կարողանում մարսել դա։ Բայց Դավիթ, նա ընկերության առանցքային դեմքերից է։ Նրա նախագծերը, նրա կապերը, իսկ ինչ։ Նա մի քայլ առաջ արեց։ Դու կարծում ես, ինձ նախագծերն են հետաքրքրում, երբ այն կինը, որին սիրում եմ, տառապում է մանր խաղերի պատճառով։ Սոֆյան անցավ սահմանը։ Նա փորձեց ոչնչացնել մի բան, որը թանկ է ինձ համար։ Եվ ես դա թույլ չեմ տա։ Վերելակի դռները բացվեցին։ Նրանք լուռ քայլեցին դեպի աշխատասենյակ։ Երբ դուռը փակվեց նրանց հետից, Դավիթը վերջապես թույլ տվեց իրեն կոտրվել։ Քաշեց Անին ամուր գրկի մեջ, դեմքը թաղելով նրա մազերի մեջ։ Ներիր ինձ։ Ներիր ինձ ամեն ինչի համար։ Որ ստիպեցի կասկածել ինձ։ Որ ավելի լավ չպաշտպանեցի քեզ նրանից։ Որ այդքան կույր էի։ Անին զգաց, թե ինչպես իր սեփական արցունքները սկսեցին հոսել։ Դավիթ, այդ լուսանկարը։ Դուք երկուսդ այնքան մոտ էիք թվում, այնքան հարմարավետ իրար հետ։ Նա բավականաչափ հեռացավ, որպեսզի նայի նրա աչքերին։ Դա գործնական ընթրիք էր։ Սեղանի շուրջս 5 հոգի կար, որոնց լուսանկարը հարմարավետորեն կտրել էր։ Սոֆյան ամբողջ երեկո փորձում էր վերակենդանացնել մի բան, որը մահացել է տարիներ առաջ։ Իսկ ես ամբողջ երեկո մտածում էի քո մասին։ Թե ինչպես քեզնից հեռու ամեն րոպեն տանջանք էր։ Թե ինչպես ոչ մի կին, որքան էլ նրբագեղ կամ հզոր լինի, չի համեմատվի քեզ հետ։ Բայց նա ճիշտ էր որոշ բաներում։ Մեր տարբերությունները։ Իմ բարդ կյանքը։ Այն ճնշումը, որը սա գործադրում է քեզ վրա։ Դավիթը վերցրեց նրա ձեռքերն իր ձեռքերի մեջ։ Անի, ես վերջին 3 օրը շատ եմ մտածել մեր մասին։ Թե ինչ եմ ես ուզում։ Թե ինչի եմ պատրաստ քեզ իմ կյանքում ունենալու համար։ Եվ մի եզրակացության եմ հանգել։ Նա խորը շունչ քաշեց։ Ես այլս չեմ ուզում թաքնվել։ Այլս չեմ ուզում գաղտնի հանդիպումներ, գողունի հայացքներ, վախ, որ ինչ-որ մեկը կբացահայտի։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան։ Ուզում եմ կարողանալ գրկել քեզ ում առաջ պատահի։ Ուզում եմ, որ դու պաշտոնապես իմ կյանքի մասը լինես։ Դու ինչ ես ասում։ Ես ասում եմ, որ պատրաստվում եմ հրապարակային դարձնել մեր հարաբերությունները։ Այսօր։ Հիմա։ Եվ ով խնդիր ունի դրա հետ, թող գրողի ծոցը գնա։ Անին զգաց, թե ինչպես սիրտը արագացավ։ Բայց Դավիթ, հետանքները։ Բամբասանքները։ Մարդիկ կասեն, որ ես աշխատանքը ստացել եմ միայն քո շնորհիվ։ Եվ սխալ կլինեն։ Որովհետև դու ամենատաղանդավոր պրակտիկանտն ես, որն այս ընկերությունը երբեք ունեցել է։ Եվ յուրաքանչյուր ոք, ով կասկածի դրան, ստիպված կլինի անձամբ ինձ հետ գործ ունենալ։ Նա բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ։ Անի, ես սիրում եմ քեզ։ Եվ այլս չեմ ձացնելու, թե չեմ սիրում։ Այլս թույլ չեմ տա, որ վախը կամ սոցիալական պայմանականությունները թելադրեն, թե ինչպես ենք մենք ապրում մեր կյանքը։ Նրանք համբուրվեցին, դա տարբերվում էր բոլոր նախորդ համբույրներից։ Հուսահատ հրատապություն չկար։ Վախ չկար։ Միայն վստահություն։ Երբ բաժանվեցին, Դավիթը բռնեց նրա ձեռքը։ Արի ինձ հետ։ Նա նրան դուրս բերեց աշխատասենյակից, նորից դեպի վերելակ։ Իջան մինչ գլխավոր նախասրահ, որտեղ տասնյակ աշխատակիցներ էին շրջում։ Դավիթը պարզապես կանգնեց տարածքի կենտրոնում, դեռ բռնած Անիի ձեռքը, սպասեց։ Խոսակցությունները մարեցին։ Մարդիկ սկսեցին նայել։ 1 րոպեից էլ քիչ ժամանակում նրանք ունեին բոլորի ուշադրությունը։ Ես կցանկանայի հայտարարություն անել, ասաց Դավիթը, նրա ամուր ձայնն արձագանքեց լուռ նախասրահում։ Ինչպես բոլորդ գիտեք, ես միշտ իմ անձնական կյանքը գաղտնի եմ պահել։ Բայց այսօր դա փոխվում է։ Նա ժպիտով նայեց Անիին։ Այս արտասովոր կինը իմ կողքին ոչ միայն բացառիկ պրակտիկանտ է։ Նա այն մարդն է, ում ես սիրում եմ։ Եվ ես այլս դա չեմ թաքցնելու։ Լռությունը բացարձակ էր 3 վայրկյան։ Հետո, ինչ-որ տեղից, ինչ-որ մեկը սկսեց ծափահարել։ Մյուսները միացան։
Վայրկյանների ընթացքում ամբողջ նախասրահը ծափահարում էր։ Դա միաձայն հավանություն չէր, իհարկե։ Անին կարող էր տեսնել որոշ դժգոհ դեմքեր, նախանձի որոշ հայացքներ։ Բայց մարդկանց մեծամասնությունը ժպտում էր։ Որովհետ, ի վերջո, բոլորը սիրում են լավ սիրային պատմություն։ Հաջորդ ամիսներին Անին Դավիթը բախվեցին իրենց բաժին մարտահրավերներին։ Եղան չարախոս մեկնաբանություններ, միջանցքային կատակներ, որոշ հաճախորդներ, որոնք կասկածի տակ դրեցին իրավիճակի պատշաճությունը։ Բայց նրանք ամուր մնացին։ Դավիթը հստակեցրեց, որ Անիի նկատմամբ ցանկացած խտրականություն կդիտվի որպես ընկերության քաղաքականության լուրջ խախտում։ Իսկ Անին իր հերթին ավելի քրտնաջան աշխատեց, քան երբևէ ապացուցելու, որ արժանի է այնտեղ լինելու։ 3 ամիս անց նա ստացավ կրտսեր վերլուծաբանի պաշտոն, զուտ արժանինքների հիման վրա։ Նրա նախագծերը փայլուն էին, վերլուծությունները խորաթափանց, աշխատանքը անթերի։ Դանդաղ, բամբասանքները տեղի տվեցին հարգանքին։ Մարդիկ սկսեցին նրան տեսնել ոչ թե որպես ղեկավարի ընկերուհի, այլ որպես իրավասու մասնագետ, որը պատահաբար հանդիպում է ղեկավարի հետ։ Դավիթը նույնպես փոխվեց։ Սովորեց ավելի լավ հավասարակշռել աշխատանքն ու անձնական կյանքը։ Սկսեց աշխատանքից դուրս գալ խելամիտ ժամերի։ Սկսեց ավելի շատ պատվիրակել, վստահել իր թիմին։ Եվ բացահայտեց, որ կյանքը շատ ավելի հարուստ է, երբ այն կիսում ես մեկի հետ, ում սիրում ես։ Նրանք միասին տեղափոխվեցին ապրելու նախասրահում տեղի ունեցած այդ օրվանից 6 ամիս անց։ Ընդարձակ բնակարան կենտրոնում, այգու տեսարանով, լույսով հնարավորություններով լի։ Անին բերեց իր բույսերը, իր գրքերը, իր երիտասարդական էներգիան, որը այդ տարածքը վերածեց իսկական տան։ Դավիթը նպաստեց իր գինիների հավաքածուով, իր բիզնես գրադարանով մի դաշնամուրով, որը տարիներ շարունակ չէր նվագել, բայց որը Անին խրախուսեց նրան նորից նվագել։ Նրանք սովորեցին հաղթահարել իրենց տարբերությունները։ Անին Դավիթին ներկայացրեց Գյումրիում իր ծնողներին, նա գրավեց մոր սիրտը, օգնելով նորոգել կարի մեքենան, իսկ հորը ժամերով ֆուտբոլ քննարկելով։ Դավիթը Անին տարավ Դիլիջան, ծանոթացնելու իր ընտանիքի հետ, նա հմայեց բոլորին իր պարզությամբ անկեղծությամբ։ Բայց իսկական փոխակերպումը տեղի ունեցավ ներքուստ։ Դավիթը սովորեց, որ խոցելիությունը թուլություն չէ, որ օգնություն խնդրելը, կասկածներ ցույց տալը, վախեր խոստովանելը մարդ լինելու մաս է։ Անին իր հերթին վստահություն ձեռք բերեց։ Դադարեց իրեն համեմատել այլ կանանց հետ, դադարեց կասկածել, թե արդյոք բավականաչափ լավն է։ Նա լավն էր։ Եվ դա գիտեր։ Ամուսնության առաջարկը եկավ սեպտեմբերյան մի գիշեր, միասին տեղափոխվելուց 6 ամիս անց։ Դավիթն ամբողջ օրը նյարդային էր, ինչն այնքան անսովոր էր, որ Անին նույնիսկ հարցրեց, թե արդյոք նա հիվանդ է։ Նա հավաստիացրեց, որ լավ է, պարզապես հոգնած է աշխատանքից։ Բայց ճշմարտությունն այն էր, որ նա ամեն ինչ մանրամասնորեն պատրաստում էր։ Երբ Անին այդ գիշեր տուն հասավ, ընկերությունում հատկապես հոգնեցուցիչ օրվանից հետո գտավ բնակարանը փոխակերպված։ Ամենուր մոմեր, վարդի թերթիկներ, նուրբ երաժշտություն։ Եվ Դավիթը խոհանոցում, հագին մի գոգնոց, որը նա երբեք չէր տեսել, փորձում էր ընթրիք պատրաստել։ Այս ամենն ի՞նչ է, հարցրեց նա, այդ օրը առաջին անգամ ծիծաղելով։ Դավիթը շրջվեց, նա տեսավ նյարդայնությունը նրա աչքերում։ Ուզում էի ինչ-որ յուրահատուկ բան անել։ Փորձեցի պատրաստել այն ռիզոտոյի բաղադրատոմսը, որը դու սիրում ես։ Կատարյալ չի ստացվել, նախապես զգուշացնում եմ։ Բայց սիրով է պատրաստված։ Նրանք ընթրեցին մոմերի լույսի ներքո, խոսեցին օրվա մասին, ծիծաղեցին Դավիթի խոհարարական փորձերի վրա, որոնք չնայած անկատար համեղ էին։ Եվ հետո, երբ ավարտեցին աղանդերը, նա ոտքի կանգնեց։ Քայլեց դեպի սենյակի կենտրոն ծնկի իջավ։ Անին զգաց, թե ինչպես սիրտը կանգ առավ։ Դավիթ։ Նա գրպանից հանեց թավշյա տուփ։ Անի Սարգսյան, այն օրվանից, երբ դու մտար իմ աշխատասենյակ այդ հարցազրույցի համար, իմ կյանքը փոխվեց։ Դու լույս բերեցիր այնտեղ, որտեղ միայն աշխատանք կար։ Ծիծաղ բերեցիր այնտեղ, որտեղ միայն լարվածություն կար։ Սեր բերեցիր այնտեղ, որտեղ միայն դատարկություն կար։ Նա բացեց տուփը, բացահայտելով նուրբ, բայց շլացուցիչ ադամանդե մատանի։ Դու ինձ սովորեցրիր, որ ուժեղ լինելը չի նշանակում երբեք չընկնել, այլ ունենալ ոտքի կանգնելու քաջություն։ Որ իսկական սերը կատարյալ լինելու մասին չէ, այլ անկատարություններին հակառակ միասին աճելու։
Եվ ես ուզում եմ աճել քեզ հետ իմ կյանքի մնացած մասում։ Արցունքներն արդեն հոսում էին Անիի դեմքով։ Դավիթ, ամուսնացիր ինձ հետ։ Ոչ թե որովհետև ես ընկերության նախագահ եմ, ոչ թե որովհետև կարող եմ քեզ հարմարավետ կյանք տալ, այլ որովհետև ես սիրում եմ քեզ այնպես, ինչպես երբեք չէի պատկերացնում, որ հնարավոր է։ Որովհետև դու լրացնում ես ինձ այնպես, ինչպես ես նույնիսկ չգիտեի, որ թերի եմ։ Ամուսնացիր ինձ հետ, դարձրու ինձ այս աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Անին իջավ աթոռից, ծնկի իջավ նրա դիմաց։ Բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ, խորը նայեց այն շագանակագույն աչքերին, որոնք այդքան սիրում էր։ Այո։ 1000 անգամ այո։ Նա դողացող ձեռքերով մատանին դրեց նրա մատին։ Հետո քաշեց նրան մի այնպիսի ամուր գրկի մեջ, որ նա հազիվ էր շնչում։ Եվ այնտեղ մնացին ծնկի իջած սենյակի մեջտեղում, շրջապատված մոմերով, վարդի թերթիկներով, լաց լինելով երջանկության, թեթացման սիրո արցունքներով։ Նշանադրության լուրը կրակի պես տարածվեց արմթեք ում։ Այս անգամ քննադատություններ չեղան։ Միայն անկեղծ ուրախություն։ Որովհետև բոլորը ականատես էին եղել Դավիթի փոխակերպմանը։ Տեսել էին, թե ինչպես էր նա դարձել ավելի մարդկային, ավելի մատչելի, նույնիսկ ավելի արդյունավետ որպես ղեկավար։ Եվ դա վերագրում էին Անիին։ Հարսանիքը նշանակվեց հաջորդ գարնանը։ Դա լինելու էր մտերմիկ միջոցառում, միայն ընտանիքի անդամներ, մտերիմ ընկերներ, գյուղական մի տանը։ Ոչ մի շատ շքեղ բան, չնայած Դավիթի ֆինանսական վիճակին։ Որովհետև կարորը ոչ թե խնջույքի չափն էր, այլ պարտավորության իմաստը։ Հարսանիքից մեկ գիշեր առաջ Անին կանգնած էր գյուղական տան պատշգամբում, նայելով աստղերին։ Դավիթը գտավ նրան այնտեղ, գրկեց հետից։ Նյարդայնանում ես, հարցրեց նա։ Ոչ։ Պարզապես մտածում եմ։ Այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ։ Թե որքան անհավանական էր, որ մենք կհասնեինք այստեղ։ Գյուղից եկած պրակտիկանտը, երկրի խոշորագույն ընկերություններից մեկի նախագահը։ Մարդիկ կարծում են, որ սա հեքիաթային պատմություն է։ Իսկ այդպես չէ։ Անին շրջվեց նրա գրկում։ Ոչ։ Սա ավելի լավ է, քան հեքիաթը։ Որովհետև հեքիաթներում ամեն ինչ կատարյալ է։ Իսկ մենք կատարյալ չենք։ Մենք վիճում ենք, անհամաձայնության մեջ ենք լինում, պետք է ամեն օր քրտնաջան աշխատենք, որպեսզի սա ստացվի։ Բայց սա իրական է։ Եվ սա մերն է։ Դավիթը նրբորեն համբուրեց նրան։ Ճիշտ ես։ Սա շատ ավելի լավ է, քան ցանկացած հեքիաթ։ Հաջորդ օրը իրենց ընտանիքների ընկերների առջ Անին Դավիթը փոխանակեցին երդումներ, որոնք անձամբ էին գրել։ Խոստացան ոչ միայն սեր, հավատարմություն, այլ համբերություն, հասկացողություն, միասին աճելու կամք։ Խոստացան մարտահրավեր նետել միմյանց, աջակցել դժվար պահերին, տոնել հաղթանակները։ Խոստացան կառուցել ոչ միայն կյանք, այլ իսկական սիրո ժառանգություն։ Երբ քահանան նրանց հայտարարեց ամուսին կին, նրանց համբույրը ականատես եղավ բոլոր ներկաների երջանիկ արցունքներին։ Անիի մայրը լաց էր լինում, գրկած հորը։ Դավիթի ծնողները հպարտ ժպտում էին։ Եվ այդ պահին բոլորը գիտեին, որ ականատես են լինում ինչ-որ յուրահատուկ բանի։ Ոչ միայն երկու մարդու միության, այլ բոլոր խոչընդոտներին հակառակ սիրելու քաջության տոնակատարության։ Խնջույքը շարունակվեց մինչ ուշ գիշեր։ Եղան պարեր, ծիծաղ, պատմություններ։ Դավիթը պարեց Անիի մոր հետ, շնորհակալություն հայտնելով նրան այն արտասովոր կնոջը մեծացնելու համար, որը դարձել էր իր կինը։ Անին երկար զրուցեց Դավիթի ծնողների հետ, որոնք նրան ընդունեցին ընտանիք բաց գրկով։ Երբ վերջապես մենակ մնացին նորապսակների համար նախատեսված սենյակում, արդեն կեսգիշերն անց էր։ Անին նստած էր հայելու դիմաց, հանում էր ականջողերը, երբ Դավիթը մոտեցավ հետից։ Նայեց նրանց երկուսի արտացոլանքին։ Տիկին Վարդանյան, ասաց նա ժպիտով։ Նա ծիծաղեց։ Իրականում, աշխատանքում կպահեմ Սարգսյան ազգանունը։ Ավելի քիչ շփոթություն կլինի։ Իհարկե։ Միշտ պրակտիկ։ Նա համբուրեց նրա պարանոցը։ Բայց տանը դու իմ կինն ես։ Իսկ դու, իմ ամուսինը։ Նա շրջվեց դեպի նա։ Անիրական է թվում։ Կատարյալ է թվում։ Եվ այդպես էլ կար։ Ոչ թե որովհետև այլս մարտահրավերներ չէին ունենա։ Կունենային։
Ոչ թե որովհետ այսուհետ ամեն ինչ հեշտ կլիներ։ Չէր լինի։ Այլ որովհետ նրանք ընտրել էին ամեն ինչ միասին հաղթահարել։ Որովհետ նրանք գտել էին իրար մեջ ոչ միայն ռոմանտիկ սեր, այլ իսկական գործընկերություն։ Տարիներ անց, երբ իրենց պատմությունը պատմեին իրենց երեխաներին, Անին Դավիթը միշտ կշեշտեին նույն բանը։ Իսկական սերը կատարյալ մեկին գտնելու մասին չէ։ Այն անկատար մեկին գտնելու ամեն օր ընտրելու մասին է, սիրել նրան, չնայած հանուն անկատարությունների։ Այն միասին աճելու, սխալները ներելու, հաղթանակները տոնելու, աղյուս առ աղյուս կառուցելու մասին է մի կյանք, որն արժե ապրել։ Եվ նրանք հենց դա էլ արեցին։ Նրանք հեքիաթ չկառուցեցին։ Նրանք ավելի լավ բան կառուցեցին։ Նրանք կառուցեցին մի իրականություն, հիմնված սիրո, հարգանքի, գործընկերության աշխարհին կողք կողքի դիմակայելու քաջության վրա։ Եվ ի վերջո բացահայտեցին, որ դա միակ պատմությունն էր, որն իսկապես կարևոր էր։ Նրանց պատմությունը։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անի Դավիթի պատմությունը հուզեց ձեր սիրտը։ Եթե հուզվեցիք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։